Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խոստացել է ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, հեգնանքով նշելով, որ Նիկոլ Փաշինյանի համար միայն թմբուկ զարկելու գործը կթողնեն։ Գործարարը նախազգուշացրել է, որ ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը սպառնում է Սյունիքի կորստով և Հայաստանի վերջնական թուրքացմամբ։ Նրա համոզմամբ հայ ժողովուրդն արդեն արթնանում է և զգում է մոտալուտ փոփոխությունների շունչը։ Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաև Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացմանը և այդ վանդալիզմի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի դրսևորած լռությանը։ Իրենք հայտարարեցին, որ ուզում են հարկեն եկեղեցին, եկեղեցու մոմի վաճառքը, հանգանակություններ ուզում էին հարկեն, ու հենց այդ ընթացքում էլ այնտեղ Արցախում քանդում էին ու զրո արձագանք էր այստեղ։ Դե շեֆից շատ է վախենում, որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Դրա համար Փաշինյանի համար, եթե մի մարդ իր խմբակով հարձակվում է Էջմիածինի վրա, իր համար ինչ կապ ունի Արցախում մի 100 հատ եկեղեցի քանդեն, չեն քանդի։